Բարև ձեզ աղջիկներս, ինչպես եք, հուսով եմ լավ եք, աղջիկներս հիմա կասեք Աննա ջան, հիմա ինչ ես պատրաստում, բեզեներն եմ պատրաստում, որպեսզի մեր կուլիշները զարդարեմ։ Արդեն կուլիշները ձեզ պատրաստի ներկայացրել եմ, բայց բեզեի բաղադրատոմսը դեռ չեմ ներկայացրել։ Հիմա ճիշտ ժամանակն է ձեզ ներկայացնելու, համ պատրաստում եմ, համ էլ կկիսվեմ բաղադրատոմսով, ինչպես եմ պատրաստում, որը ստանում եմ խրխրտան համեղ բեզեներ։ Ինչ է մեզ անհրաժեշտ, ընդամենը 2 բաղադրիչ։ Վերցնում ենք 100 գրամ շաքարավազ և 2 ձվի սպիտակուց, դեղնուցները մեզ անհրաժեշտ չէ։ Ինչպես եմ պատրաստում, տեսահոլովակում կտեսնեք։ Մնացեք մինչև վերջ, պատրաստման եղանակը տեսեք, որպեսզի հետո ինչ չգրեք Աննա ջան, քանի րոպե ենք չորացնելու, Աննա ջան, ինչպես ենք անելու, Աննա ջան, ինչքան շաքարավազ ենք ավելացնելու եւ այլն։ Ես մանրամասը ներկայացնում եմ, ուշադիր նայեք, դուք էլ պատրաստեք, անպայման ձեր մոտ էլ կստացվի, չստացվելու տարբերակ չկա։ Եթե մի մասը նայում եք, մյուս մասը չեք նայում, արդեն հարցեր են առաջանում, քանի րոպե է թխվելու, ինչքան ժամանակ է մնալու եւ այլն։ Այդ իսկ պատճառով ուշադիր նայեք։ Տեսակ, վերցրեցի 100 գրամ շաքարավազ, ավելացրեցի 2 ձվի սպիտակուց, տեղափոխում ենք գոլորշու վրա եւ լավ հարում ենք այնքան, մինչեւ շաքարավազը ամբողջովին լուծվի։ Տեսնում ենք շաքարավազը արդեն լուծվել է, վերցնում ենք եւ միանգամից հարում ենք։ Հարում ենք մոտավորապես 10-ից 15 րոպե։ Աղջիկներս 15 րոպե հարելուց հետո ավելացնում ենք 30 գրամ շաքարի փոշի, որպեսզի ավելի խիտ բեզե ստանանք արդյունքում եւ ավելի չոր լինի։ Արդեն տեսնում եք, պատրաստ է, ավելացնում եք շաքարի փոշին, եւս 3-4 րոպե հարում եք եւ վերջ պատրաստ է մեր բեզեները։ Ես այստեղ ամեն ինչ գրամով եմ անում, որպեսզի ամեն ինչ իդեալական ստացվի։ Եթե ամեն ինչ գրամով եք անում, աշկաչափով չի լինի, որովհետև ամեն ինչ իր չափաբաժինն ունի, պատրաստման եղանակը ունի։ Եթե ճիշտ եք ամեն ինչ անում, քայլերը շատ ճիշտ եք անում, արդյունքում ստանում եք խրխրտան բեզեներ։ Հետևում եք մի քանի պարզ կանոնների եւ արդյունքը ձեզ ուղղակի գոհացնում է։ Ահա եւ վերջ, արդեն իմ բեզեն պատրաստ է, հիմա մնում է թխենք։ Թխելու ենք 70 ջերմաստիճանի տակ։ Ջեռոցի դուռը մի փոքր բաց կթողնեք, որպեսզի ինքը գոլորշուց այսպես թաշ չմնա։ Չորացնելու ենք 2 ժամ, 1 ժամ ու կես կամ 2 ժամ։ Կստուգեք, եթե ինքը արդեն լավ չորացել է, կարող եք հեռացնել ջեռոցից։ Եթե ուզում եք ձեր բեզեներն էլ իմ բեզեների նման զարդարված լինեն, անպայման թազ վիճակում եք ամեն ինչ անում, հետո նոր տեղափոխում եք չորանալու։ Չորանալուց հետո ինչ էլ անեք, իր վրա ոչինչ չի պահելու։ Թազ վիճակում անում եք, նոր տեղափոխում եք ջեռոց։ Եվ իհարկե ինչ շատ են գրում Աննա ջան, ում մոտ ես սովորում, աղջիկներ ջան, սովորում եմ Աստղիկի մոտ, Աստղիկի էջը կթողնեմ հենց վերնագրի սկզբում, որպեսզի դուք էլ միանաք իր ալիքին, Աստղիկը ամեն ինչ մանրամասը բացատրում է, անպայման միացեք իր դասընթացներին, որպեսզի դուք էլ իմ նման լիքը գիտելիքներ ձեռք բերեք։ Դե ինչ, ես այս ամենի համար շնորհակալ եմ Աստղիկին եւ շնորհակալ եմ, որ ամեն ինչ այնքան մանրամասն է բացատրում, որ ուղղակի չստացվելու տարբերակ չկա։ Եթե առաջին անգամ ես անում, անպայման քո մոտ ստացվում է։ Իսկ իմ մոտ արդեն երկրորդ անգամ է ու շատ ընտիր է ստացվում։ Այդ իսկ պատճառով բնականաբար կիսվում եմ ձեզ հետ։ Աղջիկներս, բեզեներս էլ է պատրաստ, հիմա արդեն հավաքում եմ կուլիչները։ Նու բեզենս երկուսին բավարարեց, այն մեկը մնաց առանց բեզեի, բայց հիմա մտածում եմ մի բան անեմ, այն մեկն էլ բեզեով լինի։ Տեսնենք ինչ եմ անում։ Աղջիկներս արդեն հավաքում եմ։ Ու տեսեք ինչ սիրուն նուրբ աշխատանք է ստացվում։ Հիմա հաջորդը։ Ես մեկը երիկը դրեց ու գնաց։
Արդեն երկուսի երեխաները վայելեցին։ Այնքան ամով ստացվել, էլ ասելու չի։ Բեզենները բա ինչ լավն ա եղել, հալանանք։ Սպես անցանք փոքրին։ Ահա եւ վերջ աղջիկներս պատրաստեք սիրով եւ վայելեք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ մեկնաբանությունում գրեք ձեր կարծիքները։ Նայ Գյորգի։ Նա ինչ ընտի եղել։ Վասյա, ուր ես գնացել, Վասյա, այս ինչ ես արել այստեղ դու մենակ։ Լնդե նայեք, լնդե։ Մենակ, անենց մեղ կա մենակ։ Գոնե մեր 3 հատ լնեին հետը։ 30 հատ զու դրեցինք, մի հատ գազ դուրս եկավ։ Ասում են երևի այդ ինգու պատրիցա։ Գնում ենք հողամաս, աղջիկեք ջան, օրը շատ լավն է, այսօր բավականին գործ ունենք անելու։ Տեսեք, սկեսրայրս ինչ գործ է անում այստեղ, հողն է փորում։ Ես խես պա մենակ սկսե, ես էլ հետդ կփորեի, էլ լապատ կա չկա։ Այն մեկը խորենը տարել է։ Հա։ Հեսա ձեռնոցներս հագնեմ, անցնենք գործի։ Դե արդեն դժվար է սկսելն է, որ սկսիր, հեսա վերջը կգա։ Հա։ Խաղողի վազերը որ չլներ, արդեն տրակտորը կվարեր, դուս կգար։ Այս ծառներն էլ է խանգարում։ Այն վաղտ մի երկու կարելի է տեղափոխել։ Բայց շատ մեծ չի արմատները։ Հա։ Ում ջեր գել մտնի։ Ստե տնենք, թե էսը հանենք ստիան։ Նրանք հանենք։ Իսկ որ մի քիչ դենը տանենք։ Այն կոմ, թե չի եղել։ Կարելի է հանել այդտեղից։ Վազերը շարունակվեին այստեղ, այսօն քանվի տարվին դեղ, այսօն էլ հələ Ափսոս է, տեղահան անենք։ Լավ, դե հա ոնց կա։ Նրանց արմատներն էլ է մեծ։ Այս ճամփեն փագի է։ Չի փագ է։ Սիրուն կլնի տենց։ Հա։ Հերիք հա։ Ինքը բարձրն է, մի դեր է։ Կարելի է բերես ծեյ զարգեցպես։ Կարելի է։ Որ տրակտորը մտնի սպես, էստա գա։ Ինչև ընդեր էստա, են դեյց, ենելով էտա։ Տրակտորին այս ծառներն է կխանգարեն։ Չի խանգարի։ Տրակտորին ինքը կնա գամտնի սպիկն կողից, ենելով էտա, հետո ստերից կողից ենելով էտա։ Դա բայց էլի լապատկա ունեինք, ուր է մեր լապատկեքը։ 2-3 հատ կար։ Կա, երկու հատ։ Երկու հատը մեկը ինքն է, մեկը խորեն է անում։ Այդ պետքա Գյորգին տան նեղնի, որ գնանք առնելու, թե չէ։ Հələ քշա։ Թաշ չի, բայց։ Լավ է։ Դենիո շփորը չի փորը։ Էնա քորդակը Դա
Если порой жрался, если не знал. Просто все, я пожалуйста. Հա։ Да, ասում ծերնի գրինա։ Այստեղ է ցածր։ Այդ վիրուստերից են գելի փորում կամ սենց, որ ինքը հավասարվի, բայց այն վերևը միշտ է բարձր է։ Ինչքան ուզում ես թարսուշի տակ փորի։ Հա։ Ուշ-ուշ են հավերը։ Այսա հավերը քեֆ կեղնի հավերի մը։ Ուր։ Չէ, հիվանդանոց պտի տանեմ։ Ամսի տենց մեկին երկուսին է պտի գնամ խոլ առնելու։ Խոլ։ Խոլ։ Դիվան։ Մեկին երկուսին։ Տենամ էլի, որ մեբելի խանութում ինչ կա չկա։ Կամ քաղաք կգնանք, կամ նալիչնի։ Չէ, կրեդիտ մրեդիտ չեմ կրվի։ Հազիվ պրծել եմ կրեդիտներից։ Ինչ ա եղել։ Կոֆե խմենք աղջկեք ջան դրսում։ Ահա։ Դարը սուրճ չէ։ Ով ա շաքարավազով խմում մի հատ գրեք տեսնեմ։ Ամ պապի, տես Էլինան քումա կոֆե ա բերե պապի։ Հալալենի։ Ահա։ Отдыхай, պապի։ Ինչը նայի։ Հա։ Ինչ անեմ։ Պապի կխմի։ Մաման է խմի։ Դրսի կոֆեն ուրիշ է։ Բացվեց եղանակները։ Հաջան։ Կորիցան իրանց գոմը գնատես։ Բայց կամանց կգնաս։ Գնանայի արի։ Ինչ ծար։ Երևի խնձոր ա։ Եթե արդեն 3 տարի աստեղ ենք, մի հատ չի ծաղկե։ Էսի թուզա։ Հա։ Է։ Այդ չորա, բայց էս այլ ինքը կծաղկի։ Ցելոֆանով բանով է սիրուն կապել էինք։ Խի չորացավ չգիտեմ, ցուրտը տաներ ուրիշ բան։ Թուզը վրեն ձունն եկա, ենքան թուզ կա վրեն ենա չորացել է մանր մուներ, չհասցրեց, հա բալես, ուտեմ կեզ, կյանք, ով է հիվանդ, հիվանդ, Արսեննա հիվանդ, Էլինան հիվանդ չի, Էլինան հիվանդ չի, Պոչո, հա, Ես այն անգամ ընդի անեի սկսե բրծրանամ։ Էկը դորնոս պորեցի։ Հա, անձրևն եկավ, էլը տենց է ձեր չտվի։
Հլա հեռու է Լինո։ Գնա պապիկի մոտ կանգնի։ Նա այստեղ պրես ա եղել։ Հա, բա։ Գնաց եկել է այստեղ։ Ման գալուց Հա, պես բարագիրն արկենա, ես դեք ձեզեմ։ Որեն։ Արսենը տունն ա։ Դու չգիտես ուրա։ Արսենն էլ երիկներ տունն են, ազի։ Տունն են։ Իրանք իվանդ պարկած են։ Ով ուրա։ Տանն ա։ Դա։ Կգաս մամա հետ հող փորես։ Խի։ Խի չաղջիկ ջան։ Հա։ Ինչ։ Պատամու։ Ինչը պատամու։ Կուրիցա։ Այդ է վարուն գստեղ տնեմ։ Պես է մոդիկ է չերին։ Հա, ջրին մոդիկա։ Կարտելը ջլը չիդեմ։ Հա։ Կարտելը ես չիդեմ։ Կարտելը բիլ էդ դաշտելը ռը քանես։ Հա, այդ վերև է պալոս կեսախ կարտոշկա։ Մարգը քիչ ա եղել է։ Էսանը սանես էստեգի մասը։ Այդ տակի մաս ուզնեմ լոբի։ Դարի, իրա այդ կարտոշկի բոյի։ Հա։ Մի բոյը կարտոշկա, մի բոյը լոբի։ Հա, հացի է։ Լոբին օգուտ է։ Համ զակատես անեմ, համ մարազի լինի կես լսնեմ։ Լոբին ամեն ինչն է, լոբոտ ճաշ է սոտում։ Հա։ Պամիդորով, պանով սարկում ես։ Լոբին վադը։ Հայաստան է լոբին էժան չիր։ 500 դրամից պագաս չկար ես տարի, 500 Կիլոն։ Հա, բաբոն։ Աստեղ 200 ռուբլի ա։ Էստը 800 դրամ ա գալի։ Համայրա։ Հայաստան էլ Հայաստանն է արտադրում է։ Հա։ Տեսից չի գալում։ Տեսից եմ բերում շատ է։ Շատ է Արմավիրի, Կրասնոդարի, Գանիկոմերից եմ բերում։ Եղանցեներով բերում են, կարծ տաներ թնսախ է։ Խանութներն է 200-300 գրամն ա, 200 ռուբլի։ Մանր մունր լոբի ա, սարեցրած։ Կեսն է ջուրն են ծախım։ Հավն էլ է տեսնում, սարեցում է։ Հա։ Հենա, Հայաստան, հավը։ Հավի բուտկա։ Չէ, հավը կարելի ա մի քանի հատ բլոյեր առնել։ Հա։ Աճացնել, լսնել։ Այդ ձեզուս է հարմար է։ Ինչ է պայս հարմար ա։ Սեկերն է ժանը։ Հայաստանի պես չի։ Տոնան տալում ես մեզապես 70,000 Հա։ մեզ ավելի թանկ է տալում 21 շոկը 30 մեշոկ 33 մեշոկ բջարնի սորյանի մի տոննա Ահա։ Գաշ ամեն մի մեշոկն էլ 3000-ի տալում է 90,000 դրամ փող կազմի Էլ թեփ Սորյանին պաչ Ահա, եկատարասկ օգնեցի պապիկին։ Ուր ա մաման, ստեղ ա մաման։ Մի հատ էլ ա պատկայղներ կպրսնենք։
Խանութը հեռու է, թե չգնամ մի հատ կառնեմ կգամ։ Да. Արի, Էլինա, արի, արի։ Խորենին նայք։ Խոտնա հնձում։ Խորեն։ 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 Չի լսում։ Այս ամ քիչ մնաց հաց եղել է։ Ես ու սկեսրարս հող էինք թորում, Սուսան տատիկը հաց էր սարքում, չի լսում։ Այս ամի պուճուր տեղա մնացել։ Մաքրի գա հաց ուտենք։ Աղջիկներս եկանք տուն, երեխաներս համար մանի կաշա եմ պատրաստել։ Արսենս շատ է սիրում, Էլինաս նույնպես, Էրիկ ընդհանրապես չի ուտում։ Մի փոքր շատ եմ պատրաստել, որպեսզի մենք էլ համ տեսենք, ես ու Սուսան տատիկը։ Այսօր բավականին տեղ փորել ենք հողամասում, հեսա կգնամ, ձեզ ցույց կտամ, ես ու սկեսրայրս լավ փորեցինք, մի վաղը կպրծնենք, կվերջացնենք այդտեղ։ Կաշա, հա բալես կաշա է, եկա կուլիչի տեսահոլովակը տեղադրեցի ալիքում, արդեն ալիքում է, կարող եք անցնել, տեսնել, պատրաստել, չստացվելու տարբերակ չկա, անպայման կստացվի ձեզ մոտ էլ, ինչպես որ իմ մոտ անտիր ստացվում, այնպես որ շատ պարզ են բաղադրիչները, շատ այսպես բոլորիս հասանելի և կարող ենք բոլորս էլ արդյունքում ստանանք ընտիր տեղը-տեղին կուլիչներ։ Նայեք աղջիկներ ջան, հիմա էլ մի քանի այսպես լապատկա կփորեմ, բա, չգիտեմ դուք ոնց եք ասում, քան երեխեքս կաշա են ուտում, ես կարող եմ մի փոքր ստեղ գործ անել, բայց կուրտկես կհակնեմ նոր, քամի բարձրացավ վերև։ Գնա Սևո, գնա կեր։ Աղջիկներս Գյորգին աշխատանքից եկավ, մի անգամից բարձրացանք Վերևաննայանց տուն, երեխեքին պասկա եմ տարել, մի հատ էլ սուրճ ենք խմում եւ այսքանով վերջացնում ենք մեր այսօրվա վլոգը, կհանդիպենք շատ շուտով հաջորդ վլոգում։ Բոլոր լիքը պաչիկներ, կհանդիպենք շատ շուտով։